Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադառնում ենք հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Այսօրվա իմ հյուրին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Հակոբ Մագդիս, ողջույն Հակոբ։ Ողջույն Ծովինար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Հակոբ Մագդիս հանդիսանում է մարմնի լեզվի փորձագետ, բավականին շատ խորացված կուրսեր ու դասընթացներ ունի, նաեւ Big Mind ընկերության հիմնադիրն է, որը որ մի քանի ճյուղեր ունի եւ վերջին 1 տարում, եթե թիվը ճիշտ եմ ասում, Հակոբ դուք ինձ կուղեք, նաեւ Big Mind ակադեմիան է բացվել, որը բավականին հետաքրքիր ու տարբերվող կրթական ծրագրեր է իրականացնում, հենց այսօրվա մեր զրույցն էլ վերաբերվելու է այդ կրթական ծրագրերին, հատկապես հիմքում ունենալով սերունդների կրթություն ստանալու առանձնահատկությունը, տարբերությունը եւ ամենակարևորը հետաքրքիր գործիքակազմը։ Հակոբ, մի փոքր ուզում եմ Big Mind-ի մասին ներկայացնենք, քանի որ շատ երկար տարիներ ծանոթ եմ ընկերությանը, ավելի շատ կենտրոնացված է եղել մարմնի լեզու, հաղորդակցման հմտություններ, նմանատիպ դասընթացների ու կրթական ծրագրերի վրա, բայց վերջին տարիներին որոշում է կայացրել նաև նոր թիրախի վրա կենտրոնանալ, իհարկե նոր մոտեցումներով։ Շնորհակալ եմ Ծովինար ջան, հրավերի համար եւ այս քննարկման։ Ուրեմն Գետրոնը ստեղծվեց 20 թվականին եւ եղել ես դու անվան հեղինակը, ես պաշտոնապես կասեմ, Big Mind անունը Ծովինար Սարգսյանն է հեղինակը իրականում, քանի որ հիշում եմ եւ ասեցի Ծովինար ինչ ես պատկերացնում, ես ինչ կարամ ստեղծել, ասում եմ ներկայացրեցիք միտքը։ Հա, Big Mind, ասում եմ լավ գնացինք։ Իրականում այսպես ասեմ, ինքը կրթական կենտրոն է, սպառվում է տարատեսակ կրթական ծրագրերով։ Մենք սկսեցինք սկիզբը այսպես գնալ փափուկ հմտությունների, ինչպես գիտենք, ըստ հետազոտությունների եւ աշխարհի լավ բիզնես կենտրոնների կողմից ուսումնասիրված դվյալների հիման վրա, որ 80% ֆինանսական հաջողությունները հիմնված են փափուկ հմտությունների եւ հաղորդակցման հիման վրա, իսկ 20% ընդամենը ձեր այսպես ասած տեխնիկական գիտելիքները եւ մասնագիտությունը, hard skills եթե կարելի է ասել։ Ու դրա վրա մենք գնացինք բացել այդ հնարավորությունը փոքր միջին բիզնես հիմնադիրների համար եւ անհատների համար եւ ինչու՞ չէ կազմակերպությունների համար ծառայություն մատուցել, վերապատրաստել այնպիսի աշխատակից, որ ունենա ինքը multitask անող, բազմաֆունկցիոնալ հմտություններ ունեցող, հաղորդակցություն, բանակցություն, էմոցիոնալ ինտելեկտ, մարմնի լեզու, ապրումակցում, team management եւ այլն։ Եվ ընդդեղից մենք արդեն հասկացանք, որ չէ, տեսեք, փափուկ հմտությունները կարիք ունի լեզուների, այսինքն հմտությունների հետ, ու բացեցինք լեզուների այսպես ուղղություն, որը նաև սկսեցինք մեծահասակների հետ լեզուների դասավանդում, ուսուցում։ Որ լեզուներն են, Հակոբ։ Տեսեք, հիմնական 5-ը ընտրել ենք եւ կասեմ ինչու ամենակարևորը հայերենն է։ Շատերը կասեն մենք լեզուներ, որ ասենք օդար լեզուներ, բայց ես հակառակն եմ ընդունել, քանի որ դա գաբ ունի իմ հայրենադարձ լինելու համար, հայերենը, անգլերենը, ռուսերենը, արաբերենը եւ իսպաներենը։ Հիմա ինչու հայերենը կարևոր, քանի որ մենք հայրենադարձների հետ ենք աշխատում, ովքեր որ եկել են տարբեր երկրներից ու կարող եմ ասել առաջինն ենք եղել, ով այդ օդար եկրածների համար հիմա արդեն անցել ենք ոչ հայերի, հայերեն սովորացնել եւ աշխատանքային շուկան ծանոթացնել, որպեսզի մնան Հայաստան եւ բիզնես անել եւ աշխատեն, այսինքն ընդհանուր։ Այս երկուսը 3 տարի աշխատելով, իհարկե աշխատում ենք կառավարության հետ, տարբեր տեսակի կենտրոնների հետ եւ անհատ, եւ 3-րդ տարի հետո մենք հասկացանք, որ պետք է բուրգը սկսենք ներքևից, այսինքն գնացինք մի հատ Big Mind Kids երեխաների զարգացման կենտրոնը ստեղծել, որը 3 տարեկանից մենք լեզուներ եւ գայնքի հմտություններ ենք սովորացնում, նորարարական եւ ոչ ֆորմալ գրթական մեթոդներով։ Դա ինչ է ենթադրում, որ երեխան կարող է սովորել տարբեր լեզու ոչ ստանդարտ մեթոդներով, դա մեջ մտնում է Lego գրթություն, storytelling, STEAM մեթոդները եւ վերջերս VR technology, այսինքն virtual lab-ի այսպես ասած միջոցով ինքը մտնում է եւ հանդիպում է օրդար երկրացի երեխու հետ, ինքը արհեստական է սա ամբողջը, ու այնտեղ սկսում է communication-ը,
այդ օդարը գրացի ու սա live է, այսինքն սա գեղձ չի, կամ ինչ որ ծրագիր չի, իսկ կան գաբի միջոցով մտնում են VR-ով եւ օրինակ գտնում են, չգիտեմ, Եվրոպայից մեկի երեխայի հետ ու նստում են ու խոսում են իրար հետ ու կարող են խաղան իրար հետ եւ այլն, այնտեղ տարբեր տեսակի տեխնոլոգիական հմտություններ են ձեռք բերում երեխաները, ավելի շատ լեզվի մասին են կետրոն, այսինքն տեխնոլոգիան օգտագործում ենք որպես միջոց, բայց մեր վերջնանպատակը չէ։ Ու այսպես ընդհանուր կարող եմ ասել, դա ուղղվածություն ունի հմտությունների ուղղությամբ եւ կկարծեմ, որ մենք այս տարը կամ այս տարիները շատ պետք ունենք այդ հմտություններին, քանի որ ցավոք սրտի նորից կասեմ, համալսարանները կամ դպրոցները այդ հմտությունները չեն սովորացնում, գայնքի հմտություններ, սոցիալական հմտություններ, կան որոշ չեն կարող բացառել, կա որոշ հաստատություններ սովորացնում են, բայց եթե առնենք մեծամասնությունը, ասեմ ցեզի սկսած ժպիտից վերջացած ինչպես կարող ես սա վաճառել, դա արդեն հմտություն է։ Շատ լավ, Հակոբ, տեսեք, իրականում ձեր թիրախները բավականին տարբեր են, այսինքն եւ մեր հայրենադարձ հայրենակիցները, նաեւ անհատներ ովքեր հայրեն են ուզում սովորեն, երեխաները թիրախներին ոնց եք ընտրում եւ ամենակարևորը ինչպես եք անում, որպեսզի կրթական ծրագրերը իրենց կարիքներին համապատասխան լինեն։ Դեսեք, ամեն մեկ գրթական ծրագիրը դա մշակվում է, այսինքն ունի իր գրթական մենեջերը կամ ղեկավարը, ու մեր թիմը փակացած է մինչև 20-25 հոգանոց թիմ, եւ այդ գրթական ծրագիրը հստակ գրվում է, որ թիրախի համար է, օրինակ երեխաների մասով 3-ից 12 տարեկան երեխաներ, եւ ունենք այնտեղ ուղղություններ, ինչ կարելի անել, եւ վերջում ինչ կարող է ստանալ։ Հիմա մենք աշխատում ենք նաեւ, որ այս ամբողջը չափելի լա, այսինքն ինչ որ կորձիկներով իրենց արդյունքը չափել, քանի որ այսօր շատ կարևոր է այդ արդյունքը ոչ թե միան քնություն հասնել, հարց ու պատասխան անգիր սովորեմ գնամ եւ ասեմ ես քերազանցիկ եմ։ Ոչ, այն մեթոդը կկարծեմ արդեն 1980 թվականներին, ինչպես կասեն, վերջացել այդ մեթոդը ու կկարծեմ հիմա արդեն արդյունավետ չի։ Քանի որ կկարծեմ բոլորը ովքեր լսում են մեզ, անգիր ծեր ինֆորմացիան կամ ծեր արարգաները դպրոցական շրջանում կամ համալսարանում հիշում եք, ինչ եք սովորել, ժողովուրդ ջան։ Ոչ մեկը չի հիշում, շատ քիչ ինֆորմացիա, շատ քիչ, ամենակարևորը հիշում եք դա ինչի համար է դա եւ ինչի է օգնում եւ ինչու պետք է դա որտեղա ձեզ անհրաժեշտ ապրեք, այսինքն բայց հիմա մենք փորձում ենք դա արդեն չափելով գնանք առաջ, այսինքն երեխաներին այդ ծրագիրը որ մշակվում է, տալիս ենք այդ հստակ հարցերը ու վերջում ինքը ստանում է արդյունք։ Շատ լավ, Հակոբ, խոսեցինք երեխաների մասին, այսինքն կրթական ծրագրերի ապահովման, վստահաբար կարող ենք ասել, որ հիմա սերունդը շատ փոխվել է եւ այն հմտությունները, գիտելիքները, մեթոդները, որ օրինակ 10-15 տարի առաջ կիրառում էին, վստահաբար կիրառելի չեն հիմա ու նույնիսկ չեն էլ աշխատում։ Այստեղ մի փոքր կխոսենք նոր սերնդի երիտասարդների կրթական առանձնահատկություններից, ինչու ոչ, նաեւ մարտահրավերներից, ինչ խնդիրների առաջ եք կանգնում։ Հետո նաեւ ինչպես եք ծնողների վստահությունը բերում, դա եւս շատ բարդ գործընթաց է, որովհետեւ շատ ծնողներ եւ մտահոգվում են իրենց փոքրիկների, երեխաների, հատկապես ձեր նշած թիրախը, 3-ից մինչև 12-13 տարեկան, որպեսզի լավ միջավայր ընկնի, իսկապես գիտելիք փորձ ստանա, մի քիչ սրա մասին կներկայացնեք ձեր փորձառությամբ։ Շատ լավ, հիմա կարող այսպես մի քանի բաներ ասեմ, կարող է խիստ լինեմ այդ ամեն ինչին ու այստեղ մեր հարգելի գործընկերներ, մանկավարժները քննադատեն, սա ինչ է, որ մեթոդն է, որ դպրոցից է սա եւ այլն, տեսեք, երեխան այսօր իմ կարծիքով այսօրվա կամ այս օրերի սերունդը ավելի շատ բան գիտի, քան մենք որ փոքր էինք այն ժամանակ, բայց իրենք մի բան կա, որ հաղորդակցման գարիք ունեն, մենք ժամանակին, քանի որ հաղորդակցման միջոց բավական չկար, ասենք հեռախոսը չի կար, հեռուստացույցները քիչ են, ընտանիքները, բարեկամները, ապրեք, մենք խոսում ենք, հիմա իրենք չեն խոսում, բայց իրենց ավելի շատ բան գիտեն, քան մենք այն ժամանակ որ փոքր էինք, բայց մենք ընդամենը խոսում ենք, կկարծենք հիմա որ մեզ լսեն, կկարծեն որ նախկինում ավելի խելացի էին, նախկինում ավելի շատ բան գիտեն, չէ,
այս օրերը ավելի շատ բան գիտեն, բայց իրենց չեն խոսում, իրենց չեն արտահայտվում, քանի որ արտահայտվում են այլ միջոցներով։ Օրինակ մի հատ հարց, կարող եք երեխու մի հատ հերախոս տակ, թեկուզ այդ երեխան այդ հերախոսը չգիտե ինչ կա մեջը, բայց ինքը շատ բաներ կարող է հանի մեջտեղ 1 ժամվա ընթացքում, քան մեծահասակը։ Այո։ Ու դա փորձեք իրարեք, այսինքն իմ երեխան օրինակ 3 տարեկան է, երկրորդս, իրեն դալիս ես հերախոս, ինքը քեզի YouTube կարա բացի, ինքը կարա քեզի ինչեր կարա մեջտեղ հանի, ինքը կարա mute դնի, mute-ը ինչա նշանակում եւ այլն, այսինքն մենք չենք անում դենց բաներ։ Ինչ ուզում եմ ասել, ինքը մենք չենք սովորացրել, բայց ինքը հետաքրքրասեր է հիմա այսօրվա սերունդը, ինքը այսօրվա սերունդը ավելի բազմագոմանի կարելի ասել, քան առաջ օրինակ մենք մեկ մասնակցությամբ բավարարված ենք, չէ՞, շատերը քիչ կլսենք 2 մասնակցություն ունի։ Հիմա կարող ենք տեսնել ժողովուրդ 10 տարվա ընթացքում այդ երդասարտը կամ աշակերտը փոխում է 1, 2, 3, 4 մասնակցություն։ Ու դա բնական է։ Ու դա բնական է, պիտի չի լարվենք, պիտի չի ասենք, վայ, էսի ուրեմն կներեք խելացի չի, ընդհակառակը։ Այդ հիմա դարձել արդեն այսպես ասած ավելի հեշտ, ավելի արագ եւ ավելի կարող եմ ասել բաց բոլորին։ Հիմա գմնա նեղ մասնակցությունները, որ այստեղ դժվում են, ես հասկանում եմ, այսինքն նեղ մասնակիտական մասնակցում չունենք այս օրերին, ինչպես հիմա մոմով ենք պատրում, չէ, վարպետներին եւ այլն։ Ինչի համար, քանի որ նեղ մասնակցություն ունեն։ Հիմա բազմագոմանի մասնակցություններ կան, բայց կարող եմ ասել դա ոչ լավ, ոչ վատ, դա անհրաժեշտ է այս սերունդների կարիքներին։ Այս սերունդները պետք է հարմարվենք, դա հիմա ալֆաները գալիս են, հետո բետաները, հավատացեք, հետո պիտի փորձենք հարմարվել եւ պիտի փորձենք հասկանալ երեխան ինչ կարիք ունի։ Օրինակ քիդզի երեխաների խաղապարը առաջին երեխաս Աննա Մարիան տվեց խաղապարը, ինքը 8 տարեկան էր, գնում էր լեգո ուսուցման մեկ կողմից, մյուս կողմին գնում էր լեզու սովորելու։ Մի օր ասեց, որ ես հոգնում եմ, ես չեմ ուզում երկու դեղ գնալ, ես ուզում եմ մի ժամանակ երկուսը անեմ։ Հիմա ես հասկացա, որ ոստեղ կարիք կա երեխան ուրեմն ուզում է օգտագործել իր ժամանակը, ոչ թե ասեմ, վայ դու ունեք ձույլիկ ես կամ դու ուզում ես ժամանակը, չգիտեմ, չօգտագործես ճիշտ եւ այլն, չէ, ասեցի մի հատ լսեմ, ինչ ասում։ Ասում ես նույն ժամանակ ուզում եմ լեգո կառուցեմ, ռոբոտաշինություն անեմ եւ նույն ժամանակ լեզու սովորեմ։ Երկուսը մեկում կարելի է։ Այստեղ ես պետք է մի հատ հասկանամ։ Գնացինք ցանց եւ հարցրեցի Google-ին, հարցրեցի արհեստական բանականության, կարող է այս երկուսը անեք։ Ժողովուրդ ջան, այո, կարելի է։ Այսինքն կարող ես լեգո գրթական միջոցներով, մեթոդներով սովորել օդար լեզու։ Դա learning through play կոնցեպտն է, խաղալ կամ սովորել խաղի միջոցով։ Եվ իրականում կարելի է այդպես անվանել։ Այսինքն գա այդպիսի հարցեր, որ մենք չգիտենք, մենք տեղյակ չենք, բայց երեխան ինքը կարիք զգաց, որ ինքը չի ուզում ժամանակ կորցրել։ Արագ է գա ինքը ուզես երկուսը մեկում անի։ Եվ հիմա կարա երրորդը անի։ Հիմա մենք ասենք, բա չի հասնի երեխան, բա երեխան մի ձանրապերվեք։ Ժողովուրդ ջան, գներեք, այս երեխան, այս տարիների երեխաները ձեր նման չեն, կամ մեր նման չէր, որ մենք փոքր էինք։ Հիմա ամեն ինչ կարող են անել եւ ավելին ես կարող եմ ասել։ Այսինքն դուք կտեսնեք 6 տարեկան երեխա Ամերիկայում ինքը սկսել է վաճառել, սկսել է product վաճառել։ Օրինակ երեք տեսնում եմ մի հատ տեսահոլովակ, ջուսը 6 տարեկան է, ուզում է սովորել ինչպես վաճառել ջուսը, այսինքն սոկը կամ հյութը։ Ինքը կանգնած է փողոցի իր դամ փողոցի անգյունը, դրել է մի քանի այսպես հյութ, հմտություն է եւ ծնողները բրթել այրեն գնա մի հատ վաճառի։ Ու մարդիկ ժողովուրդ կանգնում են 6 տարեկան երեխա ինքը վաճառում է։ Ինքը ուզում է սովորել այդ հմտությունը։ Հիմա ասենք դա ճիշտ է կամ սխալ, ես կկարծեմ, որ դա բանջարկ է, կարիք է այս սերունդների գոմից։ Հմտություն է, որը որ իրականում այստեղ Հակոբ կարող է երկակի կարծիք լինել, որ շատերը ասեն, դե մենք պետք է թողնենք, որպեսզի
երեխաներն իրենց մանկությունը ապրեն, այդ ջինջ եւ այլն բան, բայց այնուամենայնիվ իմ նաեւ սուբյեկտիվ կարծիքով, նաեւ կրթության ոլորտում լինելով, մեկը մյուսի ըստ էության չի խանգարում։ Այսինքն խոսքը նրա մասին չէ, որ դու 5-6 տարեկանին անընդհատ ասես գնա, սկսիր բիզնեսով զբաղվել, վաճառիր, ոչ, որովհետեւ վաճառելու ընթացքում նաեւ երեխայի մոտ ինչ որ մտածողություն է ձևավորում, ինքը փորձում է հասկանալ խնդիրը ոնց լուծել, մարդկանց հետ ոնց հաղորդակցվել, պետք է նաեւ դա բալանսավորված լինի, այսինքն եթե միանշանակ միայն տանում են, որովհետև կան նաև նման ցավոք սրտի դասընթացներ, որ 5-6 տարեկանից երեխան դառնա գործարար, չէ, երեխան 5-6 տարեկանից չի կարող գործարար դառնալ, որովհետև մարդը ունի իր բնական զարգացման փուլերը, դու ամեն տարիքում պետք է ապրես տվյալ տարիքին համապատասխան էմոցիաները, զգացողությունները եւ այլն, բայց այնուամենայնիվ ձեր թված բոլոր կետերը իրականում ձևավորում են փափուկ հմտություններ, հաղորդակցում, շփում, մտածել, ընկերանալ եւ այլն, որը որ իրականում ամենակարևոր տարիքն է հենց այս փոքր տարիքում ձևավորելը։ Տեսեք, այս ամեն ինչը մենք իրականում արել ենք մեր երեխա ժամանակ, օրինակ մոնոպոլիան կամ այլ բիզնես խաղեր կամ այլ ինչ որ ասենք Tom and Jerry-ն, հա, ժողովուրդ ջան, Tom and Jerry ինչի մասին է, մրցակցության մեկը արագ լինելու մասին եւ եկու մեկը ինչպես կարող է այսպես հնարքներ կամ ինչ որ թրիկներ, որ մեկը մյուսին հաղթի։ Հիմա նույն բանը կարող ենք ուրիշ ֆորմատներով տեսնենք, այսինքն ուրիշ մոդելներով, առաջ մուլտիկներով, չգիտեմ, քարտերի խաղերով, խաղալիքներով կարող ենք տեսնել, կարող ենք ընկալել, դա մեզի համար ընդունված է, բայց հիմա կարող է դա ուրիշ մոդելով տեսնենք ու պետք է մենք հասկանանք դա ինչի համար է, իհարկե դա չվերածի, որ մենք բրտում ենք երեխան աշխատի 6 տարեկանում, ոչ, այլ ինքը հաջող ստանա, ինչ որ անում է եւ դա հաղթանակ է իրեն համար, չէ, ասենք որ օրինակ ծախեց 3 բաժակ, դա հաղթանակ է իրեն համար, այն ժամանակ որ մենք փոքր էինք, որը տեսնում ենք Ջերին հաղթում է Թոմին, այո, մուլտիկներու տեսքով, բայց հիմա մուլտիկների տեսքով արդեն մի քիչ չեն նայում, այսինքն ես ասեմ կարող է ընդհանրապես չեն նայում մուլտիկներ, այլ նայում են ուրիշ տեսակի, չգիտեմ, խաղեր կարելի է ընկալել, զարգացնող հաղորդումներ, այո։ Ճիշտ այդպես։ Մյուս կարևոր հարցը, Հակոբ, վստահաբար նաև սերունդը փոխվել է, բայց նաև ծնողավարությունն է փոխվել ու նաև ծնողներն են ավելի եւ զգայուն են իրենց բալիկների կրթության, զարգացման մասով, միևնույն ժամանակ որոշում կայացնելու process-ը այդքան հեշտ չէ, հատկապես որ նաև շատ կենտրոններ են լինում, ամեն մեկը մի բան է առաջարկում, որոշները ավելի թեմայի մեջ են, որոշները թեմայից դուրս են։ Այս մասով ինչ խնդիրների եք բախվում կամ ինչ հնարավորություններ կա ու նաև դրան լրացնող հարց, արդյոք ծնողավարության դպրոց չպետք է լինի։ Հիմա հարց ծնողավարության դպրոց պետք է լինի, բայց ով է այդ ծնողը, որ պիտի սովորացնի կամ ով է այդ մարդը, ով պիտի սովորացնի ծնողավարություն։ Հիմա այստեղ գիտեք ինչ է, եկեք մի հատ շատ այսպես օբյեկտիվ նայենք ամեն հարցին։ Ծնողավարության որպես դպրոց, եթե մենք համարենք, որ մոդելն է դու դալու այդ ծնողներին, այսինքն մենք գիտենք մի քանի մոդելներ, չէ, գա ասենք, չգիտեմ, մեր իմացած մշակութային մոդելը, սովորելը, ինչպես գա արևելյան, գա, չգիտեմ, եվրոպական, գա ամերիկական եւ գա տարբեր տեսակի մոդելներ եւ դպրոցներ ծնողավարության մեջ։ Ես կկարծեմ, որ ծնողավարության մեջ կարևորը պետք է ավելի շատ հասկանանք գարիկները այդ երեխաների գոմից եւ ինչ է ուզում երեխան, քան ավելի մենք ինչ ենք ուզում։ Հավատա գա ժամանակ ես հարց կուտամ իրեն, ես չգիտեմ ինչ եմ ուզում։ Երեխային կասեմ, դու ինչ ես ուզում։ Դու մի հատ արտահայտվիր։ Այո, ես կկարծեմ, որ միշտ անվանել եմ 2020 թվականից կամ 17 թվականից երբ ծնող դարձա, իմ համար ծնող լինելը դա մենթորի նման է։ Այսինքն տեսեք ուսուցիչը, դասընթացավարը, տրեյները դա դարբեր բան է, քան մենթորը եւ քոչը։ Ես ասում եմ ծնողավարությունը ինքը քոչինգ է, մենթորություն է, այսինքն դու հարցերի միջոցով պիտի տեսնես, պիտի բացահայտես, պիտի զգաս, պիտի տեսնես եւ պիտի լսես պատասխանը։ Եթե դու տվեցիր պատասխան երեխային, բայց կարող է քո պատասխանը համապատասխան չի իր կարիքներին։ Այո։ Օրինակ մենք ասում ենք պետք է բժիշկ դառնաս։ Եղբայր, չի ուզում բժիշկ դառնալ այդ մարդը։ Կարա դառնա օրինակ, չգիտեմ, դզող փչող։
այսօր գարիք ունենք, լուրջ եմ ասում, ես ավտո ունեմ եւ շատ նեղ մասնակիտական դզող փչողի ասենք եւ առնենք որպես այսպես, կարա երեխա ունք ուզում է դառնալ աբակայի, ավտոյի այսպես շատ լավ, այսպես սարքող եւ այլն։ Հիմա մենք չենք ասում, ոչ, պետք է լավ գրթվես, գնաս համալսարան, պետք է սովորես լավ չի ուզում։ Մենք ինչի համար ենք ստիպում։ Մենք ժամանակին, այո, մեզ ստիպել են, բայց ովքեր հաջողել են մի հատ եկեք չափենք, շատ քիչ մարդիկ, բայց մնացածը արդեն հրաժարվել են մեծության ժամանակ, գնացել են այլ մասնակցության, այսպես ուղղությամբ։ Այն ինչը որ սիրում են, այն ինչը հաճախ Աբրեք, այսինքն ես ուզում եմ ասել, այստեղ զինվորավարությունը ավելի շատ պետք է լինի մենթորություն եւ coach անել, այսինքն հարցերի միջոցով մենք բացահայտենք երեխուն եւ իրեն եսը գտնել։ Դա կարևոր է, քան մեր եսը փոխանցել իրան, որպես այսպես կամ մեր չիրականացված երազանքները ահա, դա արդեն ուրիշ հարց, դա արդեն շատ, ինչպես կասեն, շատ սենսիտիվ հարց է, որը մենք չենք իրականացրել մեր երեխուն, մենք ասում ենք ուզում եմ տեսնել իմ երեխու մեջ, բայց կարող է երեխան չի ուզում։ Երեխան ուրիշ բան է ուզում, չէ՞։ Ու դա պետք է լսենք։ Շատ լավ, եւ նախավերջին հարցն եմ ուզում Հակոբ ուղղել, խոսեցին կրթական ծրագրերից, ակադեմիայից, ոնց են դիմում, ինչ սկզբունքներով են անցնում, դասաժամերը ինչ որտեղ են կայացվում, հա, այդ մի քիչ կրթական process-ները արդեն ինչպես են տեղի ունենում։ Շատ լավ, տեսեք, ամեն մի ծրագիր մենք ունենք համայնք, այսպես ասած, գապ հանրության հետ, ծնողների հետ կամ գարույցների հետ, որ ամեն մի ծրագիր հայտարարություն ենք տնում ու հայտարարության միջոցով մենք այսպես ասած հրաբարակումներ անում ենք, որ այս ծրագիրը կա այս ժամկետներով եւ այս այսպես ասած պայմաններով։ Օրինակ հիմա մեր վերջին ծրագիրը, որ հայտարարած ենք, մենք օգնում ենք, աջակցում ենք 10-11-րդ, 12-րդ երեխաներին կամ աշակերտներին եւ զինում ենք իրենց ամենակարևոր գիտելիքներ, լեզվի ուսուցում եւ վերջում թղթապանություն կազմել, որովհետեւ ընդունվի շատ հեղինակավոր բուհեր Եվրոպայում եւ Ամերիկայում կոնկրետ երկու ուղղություն են ընտրել, քանի որ այդ ուղղությամբ մասնակցություն ցերկ ենք բերել եւ համապատասխան մասնակետ ունենք մեր մոտ, որ ունի ավելի քան 10-15 տարվա փորձ, որ եւ ավելի շատ շեշտ դնում ենք, որ հայ երիտասարդը, աշակերտը գնա եւ սովորի հեղինակավոր բուհեր եւ ինչու՞ չէ, եւ ստանա այդ full scholarship-ը, այսինքն ստանա անվճար մասնակցությունը կամ գրթությունը, այդպիսի հաջողություններ ունեցել ենք, օրինակ հայտարարություն ենք տնում եւ այդ հայտարարություններին պետք է այսպես ասած հետևեն, ունենք Telegram, Instagram, Facebook, TikTok, այսպես ալիքներ, որը կարող են հետևել մեզ կամ կարող են Big Mind KDM-ին գայքով կամ զանգարեն մեզ, որ հետևեն այդ ամենը, բայց ասեմ ամեն մի ծրագիր տարբեր շրջանում ենք անում, այսինքն ժամանակաշրջանում ենք անում եւ կարող եմ ասել որոշ ծրագրեր նաեւ անում ենք ոչ միայն Երևանում, այլ Երևանից դուրս մարզերում եւ նաեւ մասնակիցներ կան, որ ոչ հայեր են, այսինքն ամեն մի ծրագիր ունի իր թիրախը։ Շատ լավ եւ վերջին հարցը ձեր խորհուրդը ուղերձը միտքը մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հատկապես ծնողներին, ովքեր որ ձեր թիրախային այսպես խմբի անհատների մայրիկներն են կամ հայրիկներն են, ինչ խորհուրդ կտաք։ Նաեւ դուք որպես ծնող, ինչպես նշեցիք, երկու բալիկ ունեք եւ նաեւ փորձառություն ունեք երեխաների զարգացման առաջընթացի մեջ։ Իրականում sense բան կարող եմ ասել, թողեք ազատ երեխաներին մտածել, երազել եւ ապրել իրենց աշխարհի մեջ։ Սա կարող եմ այսպես ասել մեկ նախատեսությամբ, քանի որ բայց նույն ժամանակ եղեք մենթոր, եղեք իրեն մոտ աջակցեք եւ նույն ժամանակ կառուցողական քննադատեք, ոչ միայն թրագան կամ բացասական, այդ թրագանն էլ վատելի, որ դու ամենախելացին ես, ամենավերջն ես, չէ, կառուցողական քննադատություն, բայց եղեք աջակից, մենթոր որպես, բայց միշտ լսեք երեխան շատ բաներ է ասում ձեզ, եւ ինչու՞ չէ, կարող է դառնալ ձեր հաջողության բանալին, կարող է դառնալ ձեր աբակայի ինչ որ ծրագրերի մեկում, ես շատ ասեմ ձեզի,
Shark Tank-ը կա, հա, այսպես աշխարհային մեկ, որը շատ ծրագրեր են ներկայացվում, որը շատերը շարունակել են ռիբրանդավորել են իր բաբաների բիզնես դարիների, հա, կորձենությունը, բայց ուրիշ ֆորմատով, այսինքն զարգացրել են այդ ամեն ինչը, միայն որ պետք է լսենք մեր երեխաներին եւ դե իրենց ինչ են մտածում, ինչ են խոսում եւ ինչ են ասում այդ ամեն ինչի մեջ։ Շատ շնորհակալություն Հակոբ, բավականին հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում հիշեցնել, որ գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարներին փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրներ Հակոբ Մագդիս, ով հանդիսանում է Մարմնի լեզվի եւ հաղորդակցման փորձագետ, նաեւ Big Mind ընկերության, որը նաեւ այս տարվանից Big Mind ակադեմիայի հիմնադիրն է, բավականին լայն կրթական ծրագրեր են իրականացնում եւ ընկերությանը կարող է գտնել բոլոր սոցիալական մեդիա հարթակներով։ Ձեր գործերին բարի ընթացք, կարևոր առաքելություն ու գործ եք անում հատկապես երիտասարդներին ու փոքրիկներին կրթելու ճանապարհով, որովհետև ամենակարևոր ու առանցքային որակներն ու արժեքները հենց այդ տարիքում են սերմանվում երեխաների մեջ ու ինչպես հայտնի խոսքն է, ասում եմ ամենակարևոր բաները մեզ այդպես էլ չսովորեցրեցին դպրոցում, հաշվելն էլ կսովորեինք, թվերն էլ կսովորեինք, բայց իսկապես կան կյանքում շատ ավելի կարևոր հմտություններ, որ պետք է հենց վաղ տարիքում ձեռք բերել, որը որ նաև դառնում է արդեն սովորություն։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։